պատվալն է մտեք բախինակը, ահա որ վիճակ է, տրուբեկը ջարտած, վիոլաջովինս մենք սմե համայկապետը բդի շունե, բայց փողը ինքն աղալım հավակım տալım, ինչի տամ ես իրան պար աղջիկ ջան, որպես ինչ գոյություն, ինչ ունին կո դժգոյություն չունենանք, սաղ դժգոյություն էլ աղջիկ ջան, ներնիմ ջանի, տստեղ մեննակ խապ է պայություն, ալան թալան է, ուրիշ բան չկա, արի մեշտա, կալım խապում են դես տարգշին են, կալım խապում են մյուս տարգշին են, կոշ կալım են ոչ տերին են, ան, վեսի է բետ, մեր Ջեբեն հանը մեզ շենքերի բոլոր փակում են, կոչմասինք, ծմերը չսարինք մնանք նեսը։ Մեր եղենքան խնդիր կա, որ խնդիրի կսին։ Առաջնահերթ ես շենքերի հարցեր ուզեն, աղջիկ ջան։ Առաջնահերթ, մեղք ենք 30 տարի է տարապում ենք ես շենքերի մեջ, չկա աշխատանք։ Ես մեզ շենք բանվորություն есենեմ, կյա մեզ տղեկ գնացի աշխատել են Ղազանջի, փողերը չեն տալում, էդիկ դժգոհություն չէ։ Ընդ քո փողը չստանալով ին դեղացս փողն ու ինքը չստանա ինչով պետք է ապրի։ Խապելով, բայ մտնելով չի։ Իմ կյանքը ես 73 տարեկան կյանքը դիշպետի ես դու այս ման ջայլն է կյանքը փոխում մերն ջանի։ Մենք ջայլ չենք արդեն, մենք արդեն մայրամուտ ենք տեսնում։ Հիմնական մեր խնդիրը ներկայապես այս մեր բնակարանների խնդիրն է։ Այս 30 տարի ես մեր բնակարանները այսպես մարդիկ բնակվում են, բոլերը հատակները փտե իջել է, արդեն մարդիկ մի կերպ վերանորոգում են, բայց դե էլի այն չի։ Ձմեռը շատ ցուրտ է, 7 ամիս ցուն է ստեղ։ Մարդիկ հազիվ տակասնում են, էլի, չկա ջերություն, չկա պեշկերով, այնա տրուբեկը նկարը խնդրում են։ Ճանապարհները էլի մենք այդ քանդած ճանապարհներով կգնանք, կգանք, ուղղակի թող նախնական բնակարանների հարցը լուծեն։ Օգնեն կամ սարքեն, չգիտեմ։ Լեռնային գոտիում ենք ապրում, 7 ամիս ձմեռ է։ Հիմնական մեր խնդիրը էդ է։ Անցած տարի պետքա այս տարի վերանորոգի շենքերը սկսեին սարքելը, ժողովրդին մարդկանց բնակիչներին կանչեցին ներքև, պլանները ներկայացրեցին, մենք տեսանք, շատ գեղեցիկ, շատ սիրուն ներկայացրեցին, բայց չենք տեսնում արդյունքը։ Ոնց որ դե չկա, էլի։ Հիմա որ գնանք մեկը իմ տունս, զալը սարկած չի, որ չեմ էլ ուզում սարքեմ։ Կոյուղիները, ջրատարները լրիվ չի աշխատում, կոյուղին թափում է նգուղում, ջուրը տրակել է հիմա բանի, ջուրը որ մենք խմում ենք, նգուղի միջով է գնում, տրակել է ջուրը։ Ում ասում են մեր գործը չի։ Հիմա այդպես ջուրը թափում է պատվալը, նգուղում։ Հիմա ձմեռը որ այդ ջուրը սառավ, այդ սառույցը խփեց բոլերին հատակին, փտելու է լրիվ իշնի ներքև։ Հովատերը մենք չգիտենք։ Ում ասում է մեր գործը չի, ջրմուղին ասում ես, ջրմուղը ասում է իմ գործը չի, գյուղապետարանն է, գյուղապետարանը ինչ ասի։ Գյուղապետն սմեդի միշտ գործ է։ Ահա, всё։ Մենք էլ այդքան ճիշտն ասած մենք էլ այդքան բան չունենք, հնարավորություն չունենք, որ հավաքվենք այդ ջուրը, այտենց տանենք, սարքենք, չունենք այդ հնարավորությունը։ Վիոլա ջուրը փող հավաքելու համար։ Այդ է խնդիրը։ Չամերը կարիշն է ջունը լսում, տագնեսի ջուր։ Մենք գույտ է ուտավի։ Մենք էլ ենք արդեն վայրենացի, վայրի գազանների է դյոլա ենք կնում շտա։ Էդով է խելար որ գաստեղ ապրի կամ ես հողի վրա հիմք տնյամանա։ Իստը մենք վայրի գազան ենք, գազանների հետ բնագում ենք։ Շուն ու կադու ինձ կենտանիս ես հելել է ոտի։ Ո բդի դոնց մարդ պայկա է, հեշ մարդ։ Մեննակ թողնիշ ստխոսկեր խոսան։ Քաղաքիս մենք նոր ենք կդրված։ Քաղաքի շուտ ենք կդրվել։ Ով մաշինա ունի թղթ գուկա, ով էլ չունի բդի տանջի։ Ոչ ավտոբուս կա, ոչ բան կա, դոնք վերացած է։ Ինձ երգաշած հետո ստեղ ավտոբուս չի աշխատել։ Չգիտենք էդիկ ինչ բան է, առաջ կար, հիմի չկա։ Եղել է կար, հիմի չկա։
գնաց բոլորը։ Այս է մեր կոյուղու վիճակը, կոյուղին ամբողջությամբ թափվում է նկուղում, հագասանիտարական պայմաններ է այստեղ։ Կարշահոդը ամառը այստեղ չի հնարավոր չի ընդհանրապես դուրս գալ։ Ներս է լսում տները, բազմիցս անգամ գնացել ենք այդ հագասանիտարական այդ ինչ կգոչ սանեպիտ կայանը, իրանք էլ այդպես դիմում ենք գրել, բան ենք արել, բայց ոչ մի օգուտ։ Խնդիրները սկսենք բնակլիմայական պայմաններից, որը բավականին ցուրտ է, գիտենք բոլորից բարձր լեռնային է աշոսկը։ Ես կառանձնացնեի հիմնականում աշխատատեղերի խնդիրը։ Արտադրություններ գրեթե չկա համայնքում, հիմնականում զբաղվածությունը անասնապահությամբ է։ Անասնապահության ոլորտում ունենք բավականին խնդիրներ, նախկինում կառուցված ռոռոկման ենթակառուցվածքներ ունենք, որոնք պահպանված չեն կամ ամբողջովին չի գործում։ Փորձում ենք նոր սկսել ռոռոկման ամեն տարի քիչ-քիչ ունենում ենք ռոռոկման համակարգերի կառուցում։ Անասնապահության ոլորտում պետության կողմից նաև կան սուբսիդավորվող ծրագրեր, ֆերմերներ որոշակի սկսել են օգտվել, վերջերս ենք ունեցել այցելություններ, կան հաջողություն գրանցած ֆերմերներ։ Ես նկատի ունեմ այս տոմային ցեղերի մասին է խոսքը, մենք փորձում ենք անցնել մեր ավանդական անասնապահությունից դեպի տոմային ցեղերի անասնապահության։ Խնդիրներ կան ենթակառուցվածքների նկատի ունեմ բնակավայրեր տանող ճանապարհների։ Բոլորը գրունտային են, այս տարի կառուցվել է դեպի Մուսայլյան տանող մոտ 4 կիլոմետր ասֆալտապատվել է, մնացած բոլոր համայնքներ տանող ճանապարհները գրունտային են, որը ստեղծում է բնակչության տեղաշարժի համար որոշակի բարդություններ։ 30 տարիների ընթացքում գրեթե աշխատանք չի տարվել, միջպետական ճանապարհն է 2003 թվականին Գյումրիից մինչև Բավրա կառուցվել լիսի հիմնադրամով, հիմա ամբողջովին կառուցված է։ Այդ շատ կարևոր ճանապարհ է մեր համար, թե նաև միջպետական դեպի Վրաստան տանող ճանապարհը։ Դատարկվող բնակավայրեր ցավոք սրտի շատ ունենք, նաև կան փակվող դպրոցներ։ Վերջին տարիներին երիտասարդությունը ավելի շատ նպատակահարմար է տեսնում ապրել քաղաքային բնակավայրերում, քան գյուղերում, առավել եւս հեռու համեմատաբար կտրված գյուղերում։ Գյուղերում չկա այն պայմանները, որ երեխեն ունենա զարգանալու հնարավորություն, կան տարբեր պատճառաբանություններ, բայց ունենք դատարկվող բնակավայրեր ցավոք սրտի ունենք։